Mustafa Efendi bilgisayarım, kendi bana bilgisayarım. Sana yok yaşamıyorum. Puh. İnşallah ozum. Para, ozum, televizatör. Epilator. Mustafa Efendi, bizim yanımız epilator. 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 Yok epilator, paramızım televizatör. Epilator. Televizatör. Epilator. Televizatör. Epilator ya. Nüzunanın vardı dramadır üstüne pısasını. Epilator. Evet, param yok. Televizatör, bilgisayarım çocuk televizatör. Çocuk benim stüdyo. Tornik yiyorum benim stüdyom. Tornik hastalı. Bilgisayarım. İzmiyorum. Artasanlar kişi. Görmüş Mustafa Efendi. Автопилот bilmiyorum. Görmüş Mustafa Efendi. Görmüş Mustafa Efendi. Üsküm tükür Mustafa Efendi. Beşik teşik Mustafa Efendi. Eşpü hazlar Mustafa Efendi. Epilator. Biliyorum epilator, çocuk televizatör. Evet çocuklar çocuk epilator. Fatime Hanım ekstra big epilator. Nargizler. İstiyorum nargizler. İstiyorum nargizler. İstiyorum nargizler. Evet, birik avtobuslarda Mufta Mustafa Efendi. Antalya geldi. Evet. Hayko, Mako, Homo. Աշխարհում զարգանում են տեխնոլոգիաները եւ դրա արդյունքում առաջանում են նոր մասնագիտություններ։ Այդ ամենից հետ չի մնում Հայաստանը։ Մեզ մոտ արդեն կան այնպիսի նեղ մասնագիտություններ, որոնց չես հանդիպի ուրիշ ոչ մի երկրում։ Օրինակ, ինտերնետի փող տանող։ Շատ բոլորին ցանոթ։ Կան մասնագիտություններ, որոնք ներկայացնում են փոքր եւ միջին բիզնեսը։ Օրինակ, տաքսի սերվիս բացող, տակ տվող, շատ նորմալ մասնագիտություն։ դեղատան կողքը ավելի մեծ դեղատուն սարքող եւ իհարկե դա տղամարդկանց է վերաբերվում, կանանց ներքնազգեստի խանութ ունեցող։ Իսկ ամենահին մնայուն հայկական մասնագիտությունը դա ճուզողն է։ Շատ կարգին հայկական մասնագիտություն։ Կան մասնագիտություններ օրինակ կոֆեի բաժակ նայող, բախտ բացող եւ վախ չափող։ Այո։ Հիմա պատկերացնենք մեր հայտնի երկիշներից մեկը, թե ինչպես է գնացել վախ չափողի մոտ։ Իմ աչքերից արցունք եմ հոսում Խմում եմ ջուր, բայց վախ է շիացնում Ասա որքան պիտի տանջվեմ Ու բարձիս տակ դանակ մկրատ դաներ Իմ երազում նրանց եմ ես տեսնում Սարսափահար քանից վեր են տանում Էլ չգիտեմ, թե ինչ պիտի անեմ Հեռուստացույց, որքան ես չնայեմ Ինքս գիշեր, թափենք բոլոր մոմերը Տուլ բռնեմ քո վախն ու սարսափները
թողավորած փոքրիկ այս թալիսմանը կրկին օգնի նայեմ միս Հայաստանը Եկ այս գիշեր նայեք միս Հայաստանը Թարմսի գացուկ գորում է միս Սևանը Տեսնես ինչու է միս օգտեմբերանը Ինչ ականջները բացարել բերանը Եկ այս գիշեր թափենք բոլոր նորերը Միս քյավարը լցրել է բոշակները Տեսնես ինչու է միս նորի բամբակը Կոշիկների մեջ հեղադրել բամբակը Եկ այս գիշեր նայենք միս Հայաստանը ու կտեսնենք մենք անհավանականը որ մրցույթում այս միս օհանավանը ներկայացնում է Բարդումյան Արմանը ներկայացնում է Բարդումյան Արմանը ներկայացնում է Բարդումյան Արմանը Ծափարությունները Արմինե Նահապետյան, Արտյոմ Մարկոսյան, ձեր հատուկ ծափարությունները Արմինե Նահապետյանին։ Շարունակում ենք մեր անլուրջ համերգը։ Երբ է մարդ ընկնում այսպես ասած խոհափիլիսոփայական մտքերի մեջ, երբ որ գիշեր է, երեկո է, ինքը նստած է մենակ կամ ամենամտերիմ ընկերոջ հետ, գիշեր է, բուխարիկի մոտ ու մարդուն այցելում են մտքեր, տարբեր տիպի մտքեր, թե ինչ մտքեր այցելեցին մեր հերոսներին, դիտեք ինքներդ, անլուրջ համերգը շարունակվում է։ Էդ ինչ ես մտահոգված, Ռոբերտ Սեդրակիչ։ Ախր ոնց բացատրեմ, Ազատիչ։ Ապագա չկա ես երկրում, ապագա չկա։ Ոնց։ Դե նայ, 8 տարի պրեզիդենտ նստեցի, չէ՞։ Հիմա համանդրությունը փոխեցինք, որոշեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր մարդը լինելու է վարչապետը, 8 տարի կնստեն վարչապետ, չէ՞։ Հա, հետո հոպ, համանդրությունը փոխում ենք, որոշում ենք, որ երկրում ամենակարևոր մարդը օրինակի համար ներքին գործերի նախարարն է, տակ, նստում եմ ներքին գործերի նախարար։ 8 տարի նստեցի ներքին գործերի նախարար, հետո հոպ, որոշում ենք, որ երկրում ամենակարևոր մարդը սրանից հետո օրինակի համար պատգամավորն է։ Ու կողքից միանգամից փոքր օրենք ենք ընդունում, որ Հայաստանում ազգային ժողովում պետք է լինի ընդամենը մեկ պատգամավոր։ Ես այդ պատգամավորը նստում եմ։ 8 տարի տես գլորեցինք։ Հետո հոպ, համանդրությունը փոխում ենք, որոշում ենք, որ Հայաստանում ամենակարևոր մարդը օրինակի համար դա դպրոցի տնօրենն է։ Բոլոր դպրոցները փակում ենք, թողում ենք մի դպրոց, մի տնօրեն, ես նստում եմ տնօրեն։ 8 տարի տնօրեն, 8 տարի տնօրեն։ Հետո հոպ, համանդրությունը փոխում ենք, որոշում ենք, որ երկրում ամենակարևոր մարդը օրինակի համար աշխատանքի ուսուցման դասատուն է։ Աշխատանքի ուսուցման դասատուն է, մալադեց։ 8 տարի նստեցի աշխատանքի ուսուցման դասատու, հետո հոպ, համանդրությունը փոխում ենք, որոշում ենք, որ երկրում օրինակի համար ամենակարևոր մարդը դա դպրոցի պահակն է, 8 տարի նստում են դպրոցի պահակ, բա հետո ապագա չկա այս երկրում, չկա։ Say that you'll stay a little, don't say bye-bye tonight. Գրիշա և Հայկո Say you'll be mine, just a little bit of love is worth a moment. Շարունակում ենք մեր անլուրջ համերգը և այս պահին եկեք տեղափոխվենք մի պահ 2020 թվական և այսպես Հայաստան, Երևան 2020 թվական պատկերացրեք, որ բոլոր փողոցները, տները, ազատ տարածքները սեփականաշնորհված են, մնացել է միայն Հանրապետության հրապարակի մեջտեղի մասը։
send my light. Բարև։ Բարև։ Մի հատ իջի ներքև խոսալու բան կա։ Ասա լսում եմ։ Ովշեմ ես հարապարակի կալորը ես պետք է առնեմ։ Ինչ նպատակով ես ուզում առնես որ։ Լրիվ մաքուր։ Տուն տանելու նպատակով։ Արա հոդու անկուշ չես, արա։ Որ մատենա դալանը առաջ տրիպտիս կլուպ սարքիր։ Ես քեզ դրա համար բան ասի։ Դու որ օպերան առքեցիր հեռախոսիդ մեջ։ Ես քեզ բան ասի։ Ովշեմ ես հարապարակի մեջ տղի կալորը ես պետք է առնեմ։ Դու ով ես որ։ Ոնց։ Արա ես են տղեն եմ, որ կալեմ զանգեմ պրեզիդենտին, պրեզիդենտից հետ զանգի։ Հետո, հլը որ հետքան եմ։ Հայր չանեք, ես էլ են տղեն եմ, որ կարա պրեզիդենտին ծնգսնի, պրեզիդենտն ինձ հետ զանգի։ Հետո, արա ես են տղեն եմ, որ կալը Ջենիֆեր Լոպեսիդ մի գիշերվա համար $500,000 փող տա։